Ծափերով դատարանի դահլիճում ներկաները ողջունում են կալանքից Լիդիա Մանթաշյանի ազատվելը։ Նոյեմբերի 27-ին Սրբազան պայքարի դատական նիստը առաջնահերթության կարգով քննեց Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը վերանայելու և կալանքից ազատելու միջնորդությունը։ Հիշեցնենք, որ այս հարցը դատարանը քննել էր դեռևս նախորդ նոյեմբերի 20-ի նիստի ժամանակ և Լիդիայի կալանքը երկարաձգել էր 3 ամսով։ Պաշտպանական կողմի կարծիքով Լիդիայի հարցը բավարար խորությամբ չէր քննվել, բացի դրանից նրա 5 ամիս կալանավորված լինելը հանրային դժգոհություն էր առաջացրել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հիմնվելով մեղադրական և պաշտպանական կողմերի ցուցմունքների վրա Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինեց համակցված այլընտրանքային խափանման միջոցներով՝ 2,5 միլիոն դրամ գրավ և վարչական հսկողություն։ Սա էր դատարանի որոշումը։ Ի թիվս այլ սահմանափակումների Լիդիան իրավունք չունի այցելել բազմամարդ միջոցառումների, պատարակներին մասնակցել նրան չարգելվեց։ Հավելենք, որ նոյեմբերի 20-ի դատական նիստի որոշումից հետո 9 շան բողոքի տարբեր անհատներ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց 4-օրյա նստածույց էին արել, պահանջելով Լիդիային ազատ արձակել։ Այս դիրքորոշումը այսպիսին չէր լինի, եթե չլիներ այս հանրային մեծ արձագանքը։ Դրա համար պատահական չէր, որ իրենք փորձեցին հենց ի սկզբանե իրենց խոսքի մեջ հերքել, որ սա ամենևին պայմանավորված չէ այդ գրառումներով, այդ ակցիաներով, այլ իրավական հիմնավորումներով են մենակ սահմանափակվում, բայց իմ խորին համոզմամբ, ինչպես նաև նախկինում նշել էի, հենց այս էր, որ կարող ենք համարել հանրային ճնշման հաղթանակ։ Մենք 3 ժամ ենք կանգնած մնում, հոգնում ենք, մարդիկ 4-րդ օրն է արդեն նստածույց են անում, չճանաչելով Լիդիային։ Այս արդեն խոսում է այդ արձագանքի մասին ու այս խոսում է պետք է հանրությունը սա անցալի որպես հանրային ճնշման հաղթանակ։ Այնուհետև դատարանը քննեց Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքի փոփոխության միջնորդությունը։ Չախալյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։ Սոնա Խաչատրյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։